Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, ուրեմն ցանկանում եմ հանրությանն իրազեկել, որ տարիներ առաջ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Քոթո մականունով Սարգիս Ղարաքեշիշյանը կրակել էր Ստեփանավանի ներկայիս քաղաքապետ Արմեն Գրիգորյանի վրա, իսկ դրանից առաջ Արմեն Գրիգորյանը դանակը մխրճել էր Քոթո մականունով Սարգիս Ղարաքեշյանի կոկորդը։ Այդ կապակցությամբ Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս գտնվել է կալանքի տակ, մինչդեռ անհասկանալի հանգամանքներում այդ քրեական գործը փակվել է, գործը կարճվեց։ Ուստի ես հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում, հորդորում եմ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրահանգ տա իրեն ենթակա ուժային կառույցներին, որպեսզի վերաբացվի տարիներ առաջ կատարված այդ հանցագործության դեպքը, որը կոծկվել է, եւ յուրաքանչյուրը իր արարքին համարժեք, յուրաքանչյուրը իր մասով ենթարկվի քրեական պատասխանատվության։ Այսինքն Քոթոն քրեական պատասխանատվության ենթարկվի Արմեն Գրիգորյանի վրա կրակելու համար, իսկ Արմեն Գրիգորյանը ենթարկվի քրեական պատասխանատվության դանակը Քոթոյի կոկորդը մխրճելու համար։ Նաև ցանկանում եմ նշել, որ ես կցանկանայի, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձը լիներ ամբասիր կենսագրությամբ մեկը, այլ ոչ թե կրիմինալ անցյալ ունեցող մեկը։ Այդ ժամանակ, այդ կրակոցների ժամանակ Լոռու մարզի դատախազն է եղել Կարեն Շահբազյանը, իսկ գլխավոր դատախազն է եղել Աղվան Հովսեփյանը, ուստի շատ հնարավոր է իմ կարծիքով չի բացառվում, որ կաշառք տված լինեն դատախազներին, որպեսզի այդ քրեական գործը կարճվի, գործը կոծկեն։ Նաև նշեմ, որ իմ ունեցած տեղեկություններով Արմեն Գրիգորյանի կնոջ անվամբ կա Գյարգյար գյուղում գործող գազալցակայան, ուստի պետական իրավասու մարմիններին կոչ եմ անում, հորդորում եմ միջոցներ ձեռնարկել եւ պարզել, թե ինչ առնչություն ունի Արմեն Գրիգորյանը այդ բիզնեսի հետ կամ ունի արդյոք որևէ առնչություն, թե ոչ։ Ուստի ակնկալում եմ, որ պետական մարմինները ականջալուր կլինեն իմ կողմից այս տեսանյութում իմ կողմից արծարծված ողջամիտ դիտարկումներ եւ կձեռնարկեն համապատասխան միջոցներ։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Վերջում հավելեմ նաև, որ ես որևէ մեկին չեմ զրպարտում եւ ընդամենը այս տեսանյութում հնչեցրեցի իմ գնահատողական դատողությունները եւ ցանկանում եմ նշել նաև, որ պաշտոնատար անձինք պետք է հանդուրժող լինեն իրենց ուղղված կառուցողական քննադատական խոսքի նկատմամբ։ Այսքանը։